Ընդհանուր առմամբ գիտեք հետևյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ոնց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետևյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է, եւ հետեւաբար ես ինչի պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, միջև գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրա, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն, դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, ես մարդ, որը ծխել է, ընդ որում տեն շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելինես, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։